Դեկտեմբեր ամսին այս նախորդ 4 կիրակիները տարբեր անկյուններից նայել ենք Սուրբ Ծննդյան իրականությանը, Հիսուսի ծննդյանը, սպասման այդ process-ին եւ այսօր այստեղ ենք նրա ծննդյան օրվա առիթով ունենալու այս հրաշալի ծառայությունը։ Եվ երկար մտածում էի ինչ խոսամ։ Գիտեք, Christmas-ը տարբեր մարդկանց մոտ տարբեր հուշեր արթնացնում, տարբեր ձև են մարդիկ react անում։ Երբեմն մարդիկ ինձ ճանաչող իմ ընտանիքի անդամները ասում են դու Grinch-ն ես։ Սկզբից համաձայնվել էի, որ ես Grinch-ն եմ, բայց հետո իշքան մտածեցի, ասեմ, նո, ոչ էլ Grinch-ն եմ, որովհետև Grinch-ը գողանում էր ուրիշների նվերները, փչացնում էր Christmas-ը, ես չեմ փչացնում, ընդհակառակը սիրում եմ նվերներ տամ։ Հետո հասկացա, որ ինչն է ինձ նեղացնում, ինչպիսին է ինձ համար իդեալական Christmas-ը, ինչ կսիրեմ Christmas-ը ինչպիսին լինի, մի փոքրիկ տեղ հայտնվեմ, մի փոքրիկ գյուղում, բարձր սարի վրա, որ շատ ձյուն լինի, քիչ մարդիկ, մի հատ cozy poker fireplace, իմ Աստվածաշունչը, ես, իմ մտքերը եւ ինչքան հնարավոր է մանրամասը կարողանամ տեղափոխվել իսկական Բեթլեհեմ ու հասկանամ այս մեջ հրաշքը ինչ էր, որովհետև իրականում շատերի մոտ Christmas-ը սկսվում է Netflix movie-ներով, Hallmark-ով եւ ուրիշ բաներով եւ դա շատ լավ է, տոնածառով, նվերներով եւ այլը, բայց երբեմն այնքան շատ է այդ քաոսը, որ մենք մոռանում ենք դրա բուն իմաստը։ Եվ լավ է, որ բոլորս կարողանանք սուզվել այդ պատմության ամեն մի դրվագով եւ հասկանալ ինչ պատգամ կա այնտեղ մեզ համար։ Գիտեք, զարմանալին որն է, որ ամբողջ Սուրբ գրքի մեջ Հիսուսի հայտնության պատմությունը կարելի է կարդալ մի քանի րոպեում։ Հիմնականում, եթե նոր կտակարանին նայենք Մատթեոսի ավետարանում ու Ղուկասի ավետարանում, կարծեմ, ովքեր որ շատ կարդալուց վատ են 15 րոպեում կկարդան։ Ովքեր որ շատ լավ են կարդալուց մի 4 րոպեում կպրծնեն։ Բայց արդյոք այդ պատմությունն այդքան փոքր է, ոչ։ Դա մարդկության բոլոր կենսագրական պատմություններից ամենակարևորն է։ Եվ ինչքան խորանանք, այնքան դաս կա մեզ համար, եւ այսօրվա պատգամը հատուկ մի ուղղությամբ չի, մտածեցի, այսօր նման կլինի, երբ որ գնում ես ռեստորան, մենյուն մեծ ավ չգիտես ինչ ուտես, ասում դե լավ սալատ բար կանեմ այսօր։ Վերցնում ես քո ափսեն ու փոքր սալատներ ես դնում, ինչ որ սիրում ես։ Եվ ես մի քանի բան եմ դրել այս ափսեի մեջ, որ իմ մտորումների արդյունքն են ու կարծեմ, որ օգտակար են լինելու մեզ բոլորիս։ Նախ ամբողջ այս ծնունդի երևույթը, որ Հիսուսի հայտնությունը եղավ, Աստված դրա հետևում էր, Աստված դրա հեղինակն էր, բայց տպավորությունն այնպիսին է, որ ոչ մի բան էլ պատրաստ չէր։ Այսօր լարվեցինք սկզբից, որովհետև անձրև էր, հետո չգիտեմ, մի բանը պակաս էր, մի բանը ջարդվել էր, մի բանը չկար։ Ինչպիսին էր Աստծո մոտ այդ ամեն ինչը։ Գիտեք, երբ որ մենք ծրագրում ենք մի event, մի քանի ֆակտորներ հաշվի ենք առնում։ Նայում ենք մեր բյուջետին, մտածում ենք ինչքան կարժենա դա։ Երբ որ մենք ծնունդ ենք կազմակերպում, մտածում ենք որտեղ ենք անելու, ինչքան մարդ ենք հրավիրելու, եւ շատ ժամանակ մեր հնարավորությունները սահմանափակում են մեզ քանակի, տեղի, ժամանակի մեջ, ասում ենք, այս լավ season չի, հետո վերջում գուցե մի կողմ ենք դնում, ասում, չէ, դա լավ միտ չի, չեմ կարող անել։ Պատկերացնում եք Աստված, որ հեղինակն է ամեն ինչի եւ Աստծո մոտ երբեք չկա չեմ կարող ու չգիտեմ, նա կոնկրետ ճիշտ ժամանակին որոշել էր Հիսուս Քրիստոսի ծննդյան տեղը, վայրը, դրվագը, բայց մեզ համար, եթե ուշադիր չլինենք, թվում է, որ եւ նաեւ մասնակիցների համար, Հովսեփի ու Մարիամի համար անակնկալները շատ էին, բայց Աստված պրոբլեմ չուներ տեղ պատրաստելու, Աստված պրոբլեմ չուներ մատակարարելու ամեն ինչ որ պետք էր, բայց նորից պատճառը ինչու Աստված ընտրեց փոքր Բեթլեհեմը, ինչու Աստված ընտրեց այդ փոքր ընտանիքը, այդ փոքր անտեսանելի մարդկանց աչքից հեռու վայրը դրա մեջ պատգամ կա։ Ամեն, եւ շատ ժամանակ մեր կյանքի մեջ Աստված բաներ է անում, որոնք սկսվում են փոքր, աննշան, հարցերով շատ, չի նշանակում, որ Աստված դրա մեջ չէ։ Որովհետև Աստծո մոտ երբեք ոչ մի բան անհնար չէ։ Ուզում եմ այս համար այսօր մեր սրտերի մեջ զրնգա Ղուկաս ավետարան, առաջի գլուխ 37 խոսքը, երբ որ Տիրոջից եկավ այս խոսքը սա էր, որովհետև Աստծո համար ոչինչ անհնար չէ։ Առաջի կարևոր բանը, քո իրավիճակները կարող են ուրիշ բան ասել։ Եվ այս խոսակցությունը Մարիամի ու հրեշտակի մեջ էր։ Մարիամը
տեղին հարցեր ուներ, որ ինչպես դա հնարավոր է, ոնց կարող է այդ բանը լինել, եւ գուցե դու այսօր նստած ես ու քո կյանքում շատ բաների համար հարցեր կան, թե ոնց է դա հնարավոր։ Ուզում եմ քեզ ասես այսօր, Աստծո համար ոչինչ անհնար չէ։ Բայց մյուս կողմից, եթե Աստծո համար ոչինչ անհնար չէ, ինչու՞ չէր Աստված այնպես արել, որ հյուրանոցում տեղ լիներ։ Ինչու՞ չէր Աստված այնպես արել, որ այդ երկար ճանապարհը չանցնեին ու գնային մարդահամարին մասնակցելու, Աստված կարող էր կարճ ճանապարհով անել, Աստված կարող էր այսպես անել։ Եվ գուցե դու էլ անկում գիշերներ ես ունենում ինքդ հարց տալով, որ երևի լավ կլիներ, եթե Աստված այնպես աներ։ Կամ քո մոտ զգացողություն կա, որ Աստված քեզնից կիլոմետրերով հեռու է։ Սիրելիս, այսօր այս ծննդյան փաստը մեզ պիտի հիշեցնի, որ Աստծո մոտ ոչինչ անհնար չկա։ Բայց երբ որ Աստված որոշում է ժամանակ, տեղ եւ կերպար կամ ձև մի բան անելու, նրա ծրագրերը կատարյալ են եւ մենք պիտի կարողանանք վստահել Աստծուն։ Ամեն։ Ուրեմն այս ծննդյան իրադարձությունների մեջ հայտնի դարձավ, որ Աստծո փրկության ծրագիրը մարդկության համար վաղուց ի վեր սահմանված էր։ Եվ ուզում եմ հատուկ շեշտեմ Աստծո փրկության ծրագիրը, ոչ թե Աստծո աշխարհը կործանելու ծրագիրը։ Հիսուսի ծնունդը մեզ հիշեցնում է, որ Աստված պլան ուներ, Աստված մտադիր էր մարդկությունը իր հետ հաշտեցնելու, ոչ թե կործանելու։ Կործանելը առաջի պլանը չէր։ Որոշ քրիստոնյաներ մի քիչ կարծես այդ բանը լավ չեն պատկերացրել։ Աստծո առաջնային ծրագիրը, որպեսի ուղարկեր իր որդուն, որ գար փնտրեր եւ փրկեր մեղավորին։ Ամեն, որպեսի Հիսուսով մենք կարողանայինք նորից վերագտնել ճանապարհը դեպի Հայր Աստծուն, ուրեմն Աստծո փրկության ծրագիրն էր, ոչ թե աշխարհը կործանելու ծրագիրը։ Եվ Գաղատացիս 4:4-ն ասում է, երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդուն։ Երբ որ հասավ ճիշտ ժամանակը, Աստված ուղարկեց իր որդուն։ Եվ ինչ է հուշում սա նորից մեզ, որ շատ ժամանակ մենք մտածում ենք, որ ուշացավ Աստված։ Կամ մտածում ենք, որ եթե մի քանի տարի շուտ լիներ այս ամեն ինչը։ Աստված ունի ժամանակների լրանալու այդ պահը մեզնից յուրաքանչյուրի կյանքի մեջ։ Մեզնից յուրաքանչյուրի կյանքում բաներ կա, որ գուցե համբերությունից արդեն հոգնել ես, համբերելուց հոգնել ես, սпасելուց հոգնել ես։ Գիտեք, որ մարդիկ տարիներով սպասում էին Հիսուսի գալուն։ Երբ եկավ Հիսուսը, երբ որ ժամանակը լրացավ։ Որ ժամանակն էր դա? Աստծո ժամանակը։ Հիսուսի ծնունդը հուշում է մեզ, որ Աստված ամեն ինչի համար ժամանակ ունի եւ նրա ժամանակը ճիշտ ժամանակին է։ Ամեն, Աստծո ժամանակը ճիշտ ժամանակին է։ Նա երբեք չի ուշանում, նա չի գալի շուտ։ Եվ եթե քո կյանքում բաներ կա, որոնց համար ափսոսում ես ու մտածում ես, եթե վստահել ես Աստծուն, վստահի մինչև վերջ։ Թող Աստված ամեն բան անի իր ժամանակին։ Ամեն։ Հաջորդ բանը, երրորդ բանը, որ ինձ միշտ զարմացնում է, երբ որ Աստված ստեղծեց Ադամին, գրված է, որ հողի փոշուց ստեղծեց, եւ մենք միանգամից հասկանում ենք, որ Ադամը մանկություն չի ունեցել։ Ադամը մեծ տղամարդ էր, Աստծո հետ միանգամից կարող էր խոսել ու միանգամից անցավ գործի։ Եվ Ադամը կատարյալ միջավայրում ստեղծվեց, որտեղ ամեն ինչ իդեալական էր, ինքը հասուն մարդ էր արդեն, բայց չկարողացավ դիմանալ փորձությանը։ Հիսուսին, որ երկրորդ Ադամի խորհուրդն է, Աստված դրեց մանուկի մարմնով, դրեց մանուկ վիճակում։ Եվ միշտ զարմացնում է ինձ, ինչու մանուկ։ Կարծեմ Աստված դրանով ինձ ու քեզ հիշում է, որ Աստված շտապողության մեջ չի, Աստված չի վռազում։ Որովհետև 30 տարի պիտի անցներ, մինչև որ Հիսուսը անցներ իր ծառայությանը եւ կատարեր Աստծո կամքը։ Բայց այդ process-ը Աստծո համար կարևոր էր։ Եվ մեր կյանքում process-ներ կան, որոնք անխուսափելի են, եւ Աստված ինքն է որոշել քո կյանքի մեջ process-ներ։ Աստված կարող էր միանգամից տալ քեզ, բայց հարցը սա է. Ադամին միանգամից տվեց, Ադամը չկարողացավ հենդլ անել։ Գուցե դու սպասում ես ֆինանսական օրհնության, գիտես, որ Աստծո խոստումները ճիշտ են, բայց ինչի՞ է ուշանում, որովհետև process-ը կարևոր է։ Որովհետև process-ի մեջ դու պիտի ճանաչես քեզ, ճանաչես Աստծուն, սովորես դասերդ, մեծանաս եւ հասունանաս եւ փառք Աստծուն սպասման այդ ժամանակի համար, ինչքան էլ դժվար լինի։ Սպասելը շատ դժվար է երբեմն, բայց Հիսուսի համար Ղուկաս 2-րդ գլուխ 52 խոսքը ասում է. Հիսուսը զարգանում էր իմաստությունով,
հասակով եւ շնորհ էր գտնում մարդկանց առաջ եւ Աստծո առաջ։ Եթե Աստված Հիսուսի համար այս ճանապարհը դրել էր, որ process էր ու նա պետք է զարգանար իմաստությունով, հասակով ու շնորհով, ինչու ենք մենք նեղվում process-ից։ Ինչու մենք չենք կարողանում վայելել process-ը։ Նայր ինչ որ մեկին ասա՝ մի շտապիր, վայելիր process-ը։ Աճը Աստծո նախագիծն է։ Լսում ես, աճը, the growth is God's plan։ Գործընթացը, process-ը պատիժ չէ։ Երբեմն մենք մտածում ենք, որ այս process-ը Աստված ինձ պատժել է։ Որովհետև ամեն ինչ ավելի դանդաղ է գնում, քան ես եմ սպասում, չէ՞ սիրելիս։ Աստծո նախագիծը քո process-ի համար կա, եւ դա պատիժ չէ քեզ, այլ օրհնություն է։ Եվ սրանով մենք սովորում ենք, որ մեր կյանքի մեջ բաներ կա, որ իր ժամանակին պիտի հասնի։ Եվ մենք համբերությամբ պիտի ապրենք։ Գիտեք, ինձ միշտ զարմացնում է, օրինակ Աբրահամի կյանքը նորից քանի րոպեում կարող ենք կարդալ։ Մենք կարդում ենք Աբրահամին Աստված կանչեց, Աբրահամին տեսնում ենք մի քանի դրվագով, հետո տեսնում ենք իր որդուն զոհաբերում է, հետո տեսնում ենք Աստված նրան խոստում է տալիս, որ դու պիտի լինես ժողովուրդների հայր, ազգերը քեզանով պիտի օրհնվեն։ Բայց Աբրահամը տասնամյակներ չեմ հիշում կոնկրետ քանի տարի, 100-ից ավել քանի տարի մասնագետները, կարծեմ 120-ն ավել ապրեց։ Եվ միշտ հարցը սա է, ինչ էր անում այդ մնացած ժամանակը։ Եվ մենք մի տեսակ կարծես ամեն օր սպասում ենք, որ Աստված այնց մեծ գործողություններ պիտի անի մեր կյանքի մեջ ու նեղվում ենք process-ից, բայց process-ը, գործընթացը աստվածային երևույթ է։ Ամեն օր վեր կենալ եւ անել այն, ինչ դու պիտի անես։ Հիսուսի դեպքում գրած է 12 տարեկանում, երբ որ հոր տանն էր եւ Մարիամն ու Հովսեփը նրան ասեցին՝ առաջ ընկի, գնան, գրված է նա գնաց իր ծնողների հետ եւ նրանց հնազանդ էր, մինչեւ ժամանակը եկավ։ Եվ տեսնում ենք Հիսուսի կյանքի մեջ նաև կար այդ process-ը։ Ամեն։ Դրա համար շատ ժամանակ մեր հոգևոր կյանքի մեջ, երբ որ մենք տեսնում ենք process-ը մի տեսակ երկար է, նեղվում ենք, հոգնում ենք, բարկանում ենք, Աստծուց ենք նեղվում, մտածում ենք, որ Աստծո կամքից դուրս ենք, բայց Աստված իրականում ունի ճիշտ ժամանակ մեր աճի համար եւ նա գիտի ինչ է անում։ Ամեն։ Եվ նաև սա եմ ուզում հուշել, թեև Հիսուսը Աստծո Մեսիան էր, թեկուզ Հիսուսը Աստծո կատարյալ կամքի մեջ էր եւ Աստծո լեցունությունը, Աստծո ամբողջ լիությունը նրա մեջ էր, մի ուրիշ ճշմարտություն, որ այստեղ տեսնում ենք, Աստված նրան դնում է կախվածության մեջ, անգլերենում ավելի սիրուն է հնչում independence from others։ Մանուկ Հիսուսը, թեև Աստծո ամբողջ պատկերն էր կրում, բայց երկար ժամանակ Հովսեփի ու Մարիամի խնամքի կարիքն ուներ։ Սա ինչ է մեզ սովորեցնում, որովհետև մենք երբեմն մտածում ենք, ես ու Աստված հերիք ենք, մեզ ոչ մեկը պետք չի, մենք լավ ենք, ոչ մեկի օգնության կարիքը չունենք։ Աստված պատգամ է դրել սրա մեջ, սիրելիներ։ Եթե Աստված Հիսուսի համար այնպես էր ստեղծել, որ նրա կյանքը կախված պիտի լիներ Մարիամից ու Հովսեփից, եւ Հովսեփին չէ, վերցրու փախի, բեր, տար, Հովսեփը այս բոլոր process-ների մեջ դեր ուներ։ Ուրեմն ինչքան էլ մեծ լինի քո կանչվածությունը, ինչքան էլ մեծ լինի աստվածային օծությունը քո վրա, դու եկեղեցու կարիք ունես, դու քույրերի ու եղբայրների կարիք ունես, դու ընտանիքի կարիք ունես, մարդկանց, որոնց հետ Աստծո կամքը պիտի կատարես քո կյանքի մեջ։ Ամեն։ Անկախ քո շնորհներից, անկախ քո պարգևներից մենք ունենք մարդկանց կարիք։ Դրա համար process-ները, երբ որ երկարում են, մենք նեղվում ենք, մենք հուսահատվում ենք, բայց նայեք այս մի սալաթի այս մի մասին նայեք։ 30 տարի ժամանակ ուներ Հիսուսը ձևավորվելու։ 30 տարի պիտի անցներ, որ բուն նպատակը նրա ծառայության սկսվեր, բայց ծննդյան օրը մարգարեական խոսքեր եղան։ Ահա այն փրկիչը, որը շատերին պիտի փրկի, բայց մենք տեսնում ենք, որ փրկիչը փրկիչ դառավ, երբ որ հարություն առավ։ Չէ՞։ Եթե չլիներ Քրիստոսի խաչը եւ հարությունը, նրա գործը դեռ ավարտված չէր։ Այսինքն այնինչ նրա ծնունդով հրատարակվեց, որը ճշմարիտ էր, որ նա է Մեսիան, աշխարհի փրկիչը, լույսը եւ այլն, բայց ժամանակ տևեց մինչեւ որ դա կատարվի։ Իսկ մինչեւ վերջնական կատարվելը հավատարմություն էր պետք։
Շատ ժամանակ մենք որպես եկեղեցու անդամներ խոստումներ ունենք, անհատական եւ ընդհանրական։ Բայց անցնում է ժամանակը, մենք մտածում ենք, որ ոչ մի բան էլ չի լինում։ Հասկանում եք, եթե այս պատմության մեջ Աստված թույլ է տվել, որ լինի խոսքը եւ խոսքի կատարումը տասնամյակներ, մեր կյանքի մեջ սիրելիներ, չհուսահատվել ու համբերելը շատ կարևոր ֆակտոր է։ Դրա համար Գաղատացիս 6-րդ գլուխի 9-րդ խոսքն ասում է եւ չձանձրանանք, ասա չձանձրանանք։ Բարիք գործելուց, որովհետեւ ժամանակին հնձելու ենք, եթե չթուլանանք։ Որովհետեւ երբ որ դու չգիտես ժամանակը, երբ որ տարիները անցնում են, թվում է, կարող է թվալ, որ հատուկ մի բան չի կատարվում, հատուկ մի մեծ բան չի կատարվում։ Եվ իրականում 30 տարի ոչ մի մեծ բան չէր կատարվում։ Հրեշտակների երգից, հովիվների վկայությունից, մոգերի գալ գնալուց հետո թվում է, թե ոչ մի բան էլ չէր կատարվում, բայց կատարվում էր։ Եվ Հիսուսը perfectly Աստծո կամքի մեջ էր։ Ամեն, ուրեմն չհոգնենք ու չձանձրանանք բարիք անելուց, որովհետև ժամանակի ֆակտորը կա։ Եվ նախավերջի բանը ինձ ապշեցնում է եւ անցյալ կիրակի մի ամբողջ պատգամ խոսեցի, անցյալ կիրակներից մեկը Հովսեփի մասին։ Հավատացեք, ինձ համար Հովսեփը աներևակայելի հերոս է։ Հովսեփը Սուրբ գրքի ամենագերազանց կերպարներից մեկն է։ Եվ ինչն է ինձ զարմացնում, եթե նկատել եք, եւ ես վերջի անգամ կարդալուց ասում եմ, այս մարդը չի դադարում ինձ զարմացնելուց։ Նկատել եք, որ ամբողջ այս պատմության մեջ, թեև Հովսեփը գլխավոր դերակատար է, ոչ մի բառ չի խոսում։ Մարիամը ասում է թող քո կամքը լինի, Մարիամը Սաղմոս է երգում, Մարիամը փառաբանում է, մարգարեական բաներ է հռչակում։ Հովսեփի մասին մի բառ չկա գրված, որ Հովսեփն ասեց։ Հովսեփը ոչ մի բան չի ասել։ Հովսեփը երբեք առիթ չուներ բարձրանալու միկրոֆոնի մոտ։ Հովսեփի խոսքերից ոչ մեկը հիշատակված չի ու չգիտենք խոսացել է թե չէ։ Բայց նա 4 երազ է ունենում Մատթեոս 1-2 գլուխների մեջ եւ 4 երազների դեպքում էլ Աստված խոսում է ինքը չէ։ Մեր կյանքում շատ ժամանակ հակառակն է։ Մենք խոսում ենք, Աստծուն էլ հերթ չենք տալիս։ Հովսեփը զարմանալի մարդ է, որ 4 անգամ երազի մեջ Աստված նրան խոսում է, իսկ նա արագ հնազանդվում է ոչինչ չխոսելով։ Եվ մի բառ չկա, որ Հովսեփն ասեց։ Հովսեփը ասող չէր, Հովսեփը անող էր։ Եվ իմ աղոթքն է, որ իմ կյանքը նման լինի Հովսեփին։ Որովհետև միշտ խոսացողները կան, բայց Աստված օգտագործում է մարդկանց, որոնց լուր հնազանդությունը խոսում է ավելի բարձր, քան ուրիշների բարձրախոսը։ Ուզում եմ ավարտեմ, նայեք Հովսեփի զարմանալի որակներին։ Նա առաջնորդում էր իր ընտանիքը, աշխատում էր հավատարմորեն, լուր կերպով դուրս է գալիս պատմությունից, անհետանում է։ Հովսեփը կարող էր ասել, «Քան բան արեցի, մի հատ celebration անեիք, resignation-ս նկարեիք, social media-ով ցույց տայիք, որ ես հեղինակն եմ»։ Նա հոգ է տանում իր ընտանիքի համար, Հիսուսի համար, աշխատում է հավատարմորեն եւ աննկատ հեռանում է պատմությունից։ Մարդիկ չեն նկատում, բա Հովսեփը ինչ եղավ։ Եթե ուշադիր կարդում ես, հասկանում ես, որ մի րոպե Հովսեփը չկա։ Հետո պատմիչներն ասում են, որ նա բավական երիտասարդ է մահացել։ Հովսեփի լռությունը թուլություն չէր, սիրելիներ, այլ հնազանդությամբ, ուժեղ, կայուն, ձիգ բնավորություն։ Եվ նա մեզ սովորեցնում է, որ հավատքը միշտ չէ, որ խոսքերով է կամ բարձրաձայն է։ Երբեմն մենք կարիք չունենք խոսելու, մեր գործողությունները պետք է խոսեն մեր խոսքերից ավելի բարձր։ Արդարությունը ըստ Սուրբ գրքի ապացուցվում է գործերով։ Հավատքը ըստ Սուրբ գրքի ապացուցվում է գործերով։ Սերը ըստ Սուրբ գրքի պատվիրված է, որ չլինի միայն խոսքերով, այլ գործերով։ Աստված Հովսեփին վստահել էր իր որդուն, ոչ թե իր խոսքերի համար, այլ որովհետև գիտեր, որ նա լուր կատարող մի մարդ է։ Եվ տա Աստված, որ մենք, եթե առիթ էլ չունենանք խոսելու, մեր մասին ասվի, որ սա մի մարդ էր, որ կատարեց Աստծո կամքը։
Եվ այս երեկո ուզում եմ հիշես, որ Աստծո կամքը խոսալով չի, արա Աստծո կամքը։ Եվ Հովսեփը գերազանց օրինակ է։ Եվ վերջի բանը, որ ուզում եմ ավարտեմ, նորից զարմանալի կերպար են մոգերը, wise men։ Գրված է, որ մոգերը արևելքից եկան ու ասեցին, մենք փնտրում էինք, մենք ուսումնասիրում էինք, մենք սպասում էինք։ Այսօր շատ մարդիկ կան եւ մեր մեջ էլ մարդիկ կան, թերևս որոնք ինչ որ կերպով փնտրում են, սպասում են Աստծուն։ Մոգերը շատ բան չգիտեին, բայց երբ որ եկան ասեցին, որ Աստղը տեսանք, որ մեզ հուշում էր, որ պիտի ծնվի թագավորը եւ եկել են երկրպագելու։ Սուրբ Գիրքն ասում է, որ երկինքը խոսում է Աստծո փառքի մասին, արևը, աստղերը վկայում են նրա մասին։ Չկա մի մարդ այս աշխարհում, որի ուշադրությունը Աստված ինչ որ մի ձև չգրավի դեպի իրեն։ Եվ մենք էլ գուցե պատմություն ունենք, մի երազ եմ տեսել, մի աստղ եմ տեսել, մի մարգարեական խոսք եմ ունեցել, բայց մոգերից մի շատ կարևոր դաս կա այստեղ, սիրելիներ։ Մոգերը սկսում են բնության տարերքների, չգիտեմ, բնության հետ կապված ինչ որ բանի մեջ Աստծուն աղոտ տեսնել։ Բայց երբ որ գալիս են Հերովդեսի պալատ ու պատմում են, ասում են, մի բան ենք տեսել, կարծես պետք է որ թագավորը ծնվի, Հերովդեսը գրված է կանչեց դպիրներին, փարիսեցիներին, Աստծո խոսքի գիտակներին եւ ասեց ինչ է գրված ու նրանք ասեցին մարգարեության մեջ գրված է որ Բեթլեհեմում պիտի ծնվի ու նրանք ասեցին օքեյ Բեթլեհեմն է տեղը որովհետեւ գրված է Բեթլեհեմում պիտի լինի։ Մեզնից յուրաքանչյուրը մեր հոգևոր փորձառությունները սկսում են ինչ-որ մի գերբնական բանով, մի նշան է տեսնում, մի հրաշք է տեսնում, մի աստղ է տեսնում, մարգարեական մի խոսք, բայց մենք պետք է խարսխվենք միայն Աստծո խոսքի վրա։ Քո բոլոր երազանքները, քո բոլոր տեսիլքները, ապագայի հույսերը, համոզումները, ինչ-որ մի ձև սկսել են, կապ չունի որտեղ են սկսել, կապ ունի որտեղ են վերջանալու, նստելու։ Եվ մոգերի համար փնտրտուքը վերջացավ, երբ որ ասեցին մարգարեների մեջ գրված է, որ Բեթլեհեմում պիտի ծնվի։ Եվ նրանք գնացին ու իրապես գտան մանուկին այնտեղ, որտեղ գիրքը ասում էր, որ պիտի լինի։ Ձեզնից շատերը գուցե մոտավոր պատկերացումներ ունեն հավատքի մասին։ Ասես մոտավորապես ընդհանուրի հետ գնում եք կամ աստղի հետ գնում եք։ Բայց իմ աղոթքն ու մաղթանքը, որ ձեր կյանքը ի վերջո խարսխեք Աստծո խոսքի վրա։ Եվ ձեր քայլերը ոչ թե լինեն, որ երազ ենք տեսել, աստղ ենք տեսել, մարգարեություն ենք լսել, այլ որովհետև Աստծո խոսքում գրված է։ Որովհետև երկինք ու երկիրը անցնելու են, աստղերի դիրքը փոխվելու են, մարգարեները անհետանալու են, մարգարեությունները մոռացվելու են, բայց Աստված իր խոսքը շարունակելու է կատարել քո կյանքի մեջ եւ իմ կյանքի մեջ։ Ամեն։ Այս փոքրիկ պատառիկներ ուզում եմ ձեզ տամ, որոնք ինձ շատ են օրհնել եւ դեռ շարունակում եմ մտածել սրանց վրա, որ ամենակարող Աստված, որ ամեն ինչ կարող էր, բյուջեի պակաս չուներ, ժամանակի պակաս չուներ, մարդկանց փոխելու, ինչ ուզեր կաներ, ընտրեց համեստ, անհայտ ու փոքր մի տեղ սկսել եւ հաջողվեց։ Երբ որ Աստված քեզ առաջնորդում է մի բանի, որը հայտնի չի, փոքր է, շատ համբավ չունի, գնա, արա այն ինչ որ Տերը քեզ ասում է, մի անտեսի փոքր սկիզբները, որովհետև Աստծո համար ոչ մի բան անհնար չէ։ Ամեն։ Աստծո ծրագիրը, փրկության ծրագիրը ոչ թե աշխարհը դատելու, որովհետև սրա համար եկավ Աստծո որդին, որ փնտրի եւ փրկի կորածներին։ Պատճառը, որ Հիսուսը Ադամի պես մեջ ծնվեց, որպեսզի Աստված մեզ սովորեցնի, որ process-ը պատիժ չէ, սպասումը Աստծուց հեռու լինել չէ կամ մոռացված չէ, գործընթացը Աստծո ծրագրի մի մասն է։ Enjoy արա գործընթացը, թող Աստծո ժամանակները քո կյանքի մեջ անցնեն, իսկ դու սովորի, ամրացի, մեծացի եւ առաջ գնա։ Ամեն։ Հովսեփի նման քիչ խոսա, շատ արա, որովհետեւ Աստծո թագավորությունը խոսքով չէ, գործով է։ Եվ մոգերի նման քո բոլոր ջանքի, եռանդի, ինչ որ կա կյանքում, ամեն ինչ կարող ես վերջում հանգիստ խարսխել Աստծո խոսքի վրա։ Եվ ինչ որ չկա Աստծո խոսքի մեջ, ուրեմն
կարևոր չի, որովհետև Աստված օրհնելու է եւ հաստատելու է իր խոսքը երկրի վրա եւ մեր կյանքի մեջ։ Ամեն։ Եվ այսօր մենք նրա վկաներն ենք, որ խոսքը աշխարհ եկավ մարմին հագնավ։ Եվ ուզում ենք մեր սրտի խորքից նրան ասել շնորհակալություն, որ եկար, որտեղ որ մենք ենք, որ մեզ տանես այնտեղ, որտեղ դու ես։ Եվ եթե վստահ չես, որ քո կյանքը Տիրոջ հետ aligned եղած է, հավասարված է, այսօր լավ առիթ է։ Գուցե այսօր վերը ծայվելու կարիք ունես, գուցե այսօր Հիսուսին նորից ասելու կարիք ունես, եղիր իմ փրկիչը, կամ որոշելու կարիք ունես, որ ինչքան էլ ժամանակը ձգձգվի, ես շարունակելու եմ հավատարմորեն անել այն, ինչ որ ճիշտ է Տիրոջ համար։ Ամեն։ Սո այս 4-5 կետերից, որտեղ որ քեզ գտար, դու գիտես, բայց կարծեմ ամեն մեկի սրտի մեջ աղոթք պիտի լինի այս երեկո նրան ասելու ես շնորհակալ եմ։ Եկեք կանգնենք ոտքի եւ մեր աղոթքը բարձրացնենք Տիրոջը։